Բժիշկները պայքարում են դաժանաբար ծեծված 1 տարեկան երեխայի կյանքի համար։ Փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է, հայլուրին հայտնել են Արաբկիր բժշկական կենտրոնից։ 1 տարեկան երեխային ծեծելը դիտավորյալ արարք է, Նյուզեեմին ասել է ներքին գործերի նախարարը։ Ըստ Արփինե Սարգսյանի, փոքրիկ տղային ծեծած կինը երեխայի խորթ մայրն է։ Փոքրիկ տղայի տատիկը սակայն հայլուրին երկուշաբթի պատմել է, որ 1 տարեկան տղային իր աղջկա կողակցի բազմաթիվ կենակցուհիներից մեկն է այնքան ծեծել, որ երեխան կոմայի մեջ է ընկել։ Երեխայի 21 տարեկան մայրը, ըստ տատիկի, թողել է փոքրիկին իր կողակցի մոտ ու հեռացել։ 1000-րդ կանիկն է, 1000 պիչ ունի, 1000 կանիկ ունի։ 1 տարեկան տղային կիրակի գիշերն էին հիվանդանոց հասցրել։ 21-ամյա կնոջ կողակիցն է զանգել իր եղբորն ու ասել, որ երեխան մահամերձ է։ Մեր աղբյուրները պատմում են, որ Երևանի այս փողոցում է ապրում 21 տարեկան կնոջ կողակիցը։ Տղամարդուն սակայն բնակիչները չեն ճանաչում, բայց ծահասարսուր ծեծի մասին լսել են։ Դա հանցագործում է, երեխին կծեցեն։ Մի տարեկան երեխին չեն ծեծ, երեխին պետք է մեծացնեն։ Այդ ոչռագործությունը։ Երևանում ուշքի չեն գալիս կիրակի գիշերը կատարված դաժան բռնությունից։ Անմարդկային են համարում փոքրիկ տղային կոմայի հասցրած կնոջ արարքը։ Դա մարդկային երևույթ չի, դա կողմատես։ Նորմալ մարդը նման բան չի կարող։ Անբարոյական չի։ Այդտեղ բառը չեմ գտնում մեկնաբանը։ Դետյան խիղճ, անաստված, անսիրտ, այդ երեխեն ինչ մեղք ունի։ Ամենատարբեր վարկածներն են քննարկում մարդիկ։ Քաղաքում շշուկներ են պտտվում, թե տղամարդը կավատությամբ է զբաղվում, եւ 21 տարեկան կնոջ երեխային էլ հատուկ էր իր մոտ պահում, որ մայրն ստիպված աշխատի իր համար։ Ես դա չեմ ընդունում մի խոսքով։ Այդպես մեծին չեմ ընդունում, մեծ ածնողը ինչա ես չեմ ընդունում։ Անչափահաս երեխուն, հանած երեխուն, որ ոչի բան չի գիտակցում, այդ աստիճանի ասում է։ Հավանաբար հիվանդ մեկն է եղել, միգուցե երեխաների նկատմամբ ագրեսիա է ունեցել, գուցե խելագարվել է։ Փաստացի պետության անգործության պատճառով է բանը հասել 1 տարեկան երեխայի բռնությանը, ասում է փաստաբան Աշխեն Դաշյանը։ Պետության կողմից միջոցների ձեռնարկումը չի եղել եւ կարծես թե պասիվ գործողություններ են եղել ընդհանրապես ու երեխան բավականին երկար ժամանակ այն էլ նորածին առանց ծնողական խնամքի մնացել է տվյալ անձանց հետ։ Աշխեն Դաշյանը, որ երեխաների իրավունքների պաշտպանության մասնագետ է, պնդում է 21 տարեկան կնոջ կեցավայրում խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը պարտավոր էր մշտադիտարկումներ կատարել, ուշադրության կենտրոնում պահելով անառողջ մթնոլորտում մեծացող երեխային։ Եթե նույնիսկ ծնողական խնամքի տակ են, բայց կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին եւ անպայման դրա մասին անհապաղ տեղեկացնեն համապատասխան մարմիններին, երեխային տվյալ միջավայրից տեղափոխեն, որը որ լուրջ վտանգ է արդեն երեխայի համար։ Ըստ բռնության ենթարկված երեխայի տատիկի, իր 21 տարեկան աղջիկը ընդամենը 2 ամիս է ապրել կողակցի տանը։